Բարև սիրելիներս, այսօր որոշեցինք գնալ մի քիչ գնումների։ Կգնանք Action, DM և նաև Billa Plus։ Չնայած նրան, որ աշուն է, եղանակը շատ արևոտ էր ու տաք։ Իմ ճուտիկը իր աթոռակին արդեն նստած, սպասում է, որպեսզի գնանք, թե իրեն ինչ են գնելու։ Սկսում ենք Action-ից։ Այստեղ միշտ ինչ-որ բան եմ գտնում, որը իրականում պետք չի, բայց միշտ ի վերջո գնում եմ։ Տեսնենք, թե այսօր ինչ կգտնենք։ Երեխաս արդեն հոգնել է, դրա համար արագ էստեղից վերցնենք ինչ-որ անհրաժեշտ է, որպեսզի հասցնենք նայել Billa Plus ու տուն։ Վերջում ցույց կտանք, թե ինչ են գնել այս 3 խանութներից։ Մամայի օգնականը իր քաշին բան է տանում դեպի կասա։ Հիմա արդեն Billa Plus-ում ենք, էստեղից կվերցնենք մի քիչ միրգ, քաղցրավենիք և էլի մի քանի բան։ Billa Plus-ից վերցրեցինք շոկոլադով պատված ելակը, պաղպաղակի նման այսքան սառեցված արևածաղկի սերմեր, շատ քիչ աղով համեմված, փոքրիկ այսպիսի խոնավ անձեռոցիկներ, որպեսզի դնեմ պայուսակի մեջ, սա մաքրելու համար նախատեսված անձեռոցիկ է, շատ հարմար ու հեշտ է։ Գիրք ենք վերցրել փոքրիկիս համար, ինքը շատ է սիրում գրքեր նայել, կարդալ, իմ համար վերցրեցի 2 հատ մարմնի սկրաբ, եթե անկեղծ սա այդքան էլ լավը չէր, բայց սա դուրը շատ եկավ ու հոտն էլ ահավոր անուշ մեղրի հոտ էր։ Նասկի վերցրեցինք 2 հատ և լվացքը մեքենան մաքրող նյութ։ Action-ում վճարեցինք 19 €67, սա նույնպես Action-ից են գրել։ Սա aerogrill-ի համար նախատեսված հատուկ թղթեր են և այսպիսի մի պլաստիկից նախատեսված A4 թղթերի համար։ Billa Plus-ից նաև գնել էինք այսպիսի հապալար, շատ համով էր, քաղցր և ելակ։ Օրը կավարտենք երեկոյան զբոսանքով։ Տեսեք, թե ինչքան գեղեցիկ է երկինքը։ Այսօր մի քիչ երկար ճանապարհ ունենք գնալու, մոտ 1 ժամ, դրա համար սկզբում
կլինի մեքենայով կմոտենանք Burger King եւ մեքենայից կպատվիրենք որոշ բաներ, որպեսզի ճանապարհին ուտենք, որ քաղցած չլինենք։ Այսօր եղանակն էլ այդքան լավը չէ, մառախու անպամած է, ցուրտ է, բայց դա մեզ չի խանգարում, որպեսզի մեր օրը վայելենք։ Հիմա Burger King-ում ենք, սա շատ հարմար տարբերակ է, մեքենայով մոտենում ես, պետք չի դուրս գալ, մեքենայից միանգամից պատվիրում ես, թե քեզ ինչ է հարկավոր եւ պատուհանից քեզ են տալիս քո պատվերը, մի փոքր սպասում ես։ Ամեն ինչ հարմարացված է հաճախորդի համար եւ այստեղ մենյուն էլ կա նշված։ Վերցրեցինք մեր հյութը, մեր կոլայը։ Ֆրի ենք վերցրել, ճուտիկը սիրվում է ֆրի, բայց միջև ես չփչեմ, չհովացնեմ, ինքը չի ուտում, պայման ես պետք է փչեմ։ Burger King-ից վերցրեցինք long chili cheese ինձ համար եւ ամուսնուս համար long chicken։ Թարգմանաբար նշանակում է ծովի աչք, եթե դուք իմ կարճ տեսահոլովակը շորցը տեսել եք, արդեն գիտեք, իսկ եթե չեք տեսել, այս վիդեոյում կտեսնեք, թե ինչքան գեղեցիկ ու հրաշալի վայր ենք մենք գնում, առաջին անգամ չենք գնում, մի քանի անգամ արդեն եղել ենք այնտեղ, բայց շատ ենք սիրում, որտեղ այնտեղ մթնոլորտը ահավոր հանգստացնում է։ Ամեն անգամ այստեղ գալիս մի քիչ էներգիա եմ հավաքում, բնությունը շատ խաղաղ է, նույնիսկ ձայն չկա։ Ասում են այն առաջացել է շատ տարիներ առաջ, երբ սառույցը հալվել է, ջուրը սարերից իջնելով հավաքվել է հենց այդտեղ, ու բնությունն է ստեղծել այս գեղեցկությունը առանց մարդու օգնությամբ։ Ու թվում է, թե ծովի աչքն է բացվել սարերի մեջ։ Ջուրը այնքան մաքուր է, որ նայելով տեսնում ես ոչ միայն բնությունը, այլ նաև քեզ։ Ասում են, եթե երկար նայես այս ջրին, կարծես թե ժամանակը կանգ է առնում։ Հիմա այստեղ են գալիս շատ մարդիկ հանգստանալու, լուսանկարելու կամ պարզապես լռության մեջ նստելու։ Շուրջը սարեր ու անտառներ է եւ այստեղ մարդիկ նաև գնում են արշավների տեսնում ենք, քանի անգամ որ եկել ենք, միշտ տեսնում ենք երեխաներով իրենց գնում են սար արշավի զբոսանքի։ Չնայած որ նրան ցուրտ է, նորից լիքը մարդ կար այստեղ։ Եթե Ավստրիայում եք ապրում կամ գալու եք կարանտինա, անպայման եկեք այստեղ։ Արժե այստեղը գոնե մեկ անգամ այցելել։ Այստեղ լիքը նստարաններ կան, կարող ես նստել, վայելել տեսարանը, այնքան գեղեցիկ է անգամ ճանապարհը սարքած դեպի լիճ գալու, ոնց որ հեքիաթում լինես։ Մի քանի անգամ որ եկել ենք այստեղ, միշտ կատու էինք հանդիպում, այնքան լավն էր, ափսոս այս անգամ չհանդիպեցինք այդ կատվին, որպեսզի ցույց տամ ձեզ։
այնքան նման, բայց հիշողությունը այդպիսին է։ Ինքը շատ է սիրում կենդանիներ։ Նոր օր, նորից դուրս ենք եկել զբոսանքի ճուտիկի, սիրատատիկի ու Շան հետ։ Չկարծեք, թե ես բողոքում եմ։ Հիմա գնացել ենք մենք Europa Park, սա Wörthersee-ի դիմացի այգին է, այստեղի լճի, շատ մեծ այգի է։ Տեսեք ինչ նկատեցի, տերևները պարելով իջնում են ցած։ Աշնան հրաշքներից մեկը։ Հաց չլինի, ջուր չլինի իր հագուստը։
Գնում ենք տուն, բայց մինչև տուն գնալը կմտնենք McDonald's, այնտեղից մի քանի բան կվերցնենք ուտելու, նոր կգնանք տուն։ McDonald's-ում չենք նստի ներս միանգամից, ոնց որ Burger King-ում կվերցնենք ճանապարհին։ Երեխային արդեն նստացրեցի մեքենայի մեջ, ինչպես տեսնում եք, հանեցի շորերը։ Երեխաս պատրաստ է, մնաց ես նստեմ մեքենայի մեջ ու շարժվենք։ Մի քիչ կաշտան տեսա, որոշեցի վերցնել, բայց չգիտեմ դա ուտելու կաշտան էր թե ոչ։ McDonald's-ում վերցրեցինք այն ինչ որ անհրաժեշտ է ու ծախսեցինք 48 եվրո 30 ցենտ։ Գրեք մեկնաբանություններում շատ է 15 պրոդուկտի համար թե ոչ։ Cheeseburger և սոուսներ sour cream։ Առաջ McDonald's-ը համարվում էր շատ էժան fast food, բայց ոչ հիմա արդեն նորմալ գներ են։ Խնդրում եմ բաժանորդագրվեք ալիքին, դրեք ձեր լայքերը, գրեք մեկնաբանություններ, որովհետև դուք այդպես աջակցում եք իմ նոր ալիքին։ Կհանդիպենք հաջորդ վլոգում։ Ցտեսություն։